Սիրելի հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ աջակցական խոսքով հանդես գալ Սերոբ Գասպարյանի դատավարության գործի առիթով, որ կայանալու է ամսի 15-ի ժամը 2-ին Աբովյան քաղաքի դատարանում։ Ես իմ անձնական վկայություն եմ ուզում տամ նրա հետ անձնական շփումից ելնելով, թե նա ինչ տեսակի անձնավորություն է։ Երկար տարիներ ապրելով Հայաստանում, ճանաչելով շատ մարդկանց, բայց նրա հետ հանդիպումից հետո ես ուրիշ որակի մարդ եմ տեսել նրա մեջ։ Նրա մեջ տեսել եմ այն որակները, որ իրականային նվիրյալ անձնավորությունով իր ողջ կյանքը ներդրել է հայության համար, մեր փրկության համար։ Նա այսօր գտնվում է բանտում, շինծու գործով, փորձում է սահմանափակել հայ նվիրյալին, որպեսզի նա չկարողանա իրացնել հայոց փրկությունը։ Մենք այսօր հրամանատարների շատ խիստ պահանջ ունենք։ Նրա զորքը հենց հիմա գտնվում է սահմանում եւ այդ զորքին զրկել են իր հրամանատարությունից։ Ինչ իրավունքով։ Ոչ մի իրավունքով, ընդհանրապես շինծու մարդկանց կարծիքների հիման վրա եղած ցուցմունքների շնորհիվ։ Դրա համար մենք մեր նվիրյալ եղբայրներով կոչով հանդես են գալիս ի աջակցություն նրա, մենք նրա կողքին ենք, թե նեղության, թե լերության ժամանակ։ Կոչից է մեզ բոլորից, ձեզ բոլորիդ։ Գնահատեք ձեր կենդանի հերոսներին, ովքեր որ հիմա իրաց կյանքն են ներդնում։ Ես ընդհանրապես ուզում եմ ասեմ նրա հետ հանդիպումից հետո շատ բան է փոխվել։ Երբ որ դուք էլ հանդիպեք նրան, նրա հետ անձնական հաղորդակցություն ունենաք, կտեսնեք, թե ինչպիսի անձնավորություն է։ Ես հավատում եմ հայության հաղթանակին, հավատում եմ հայության միաբանությանը եւ հաղթանակը անպայման մերն է լինելու։ Ամեն չարիք, որ կատարվում է մեր կյանքում, ի վերջում նպաստելու է հաղթանակին ու բարությանը, ի նպաստ մեզ։ Ես այսքանը կուզենամ ասեմ, լավ եղեք, կհանդիպենք ամսի 15-ի ժամը 2-ին Աբովյան քաղաքի դատարանում։